Կանոների ներկայացուցիչների ինչ է ճշտում։ Նարեկ Կանթաշյանի հետազոտություն, Կանթաշյան Երևան չափահաս երեխաներ և ներսում մեծատվի խառը աշխատակիցներ։ Ես տեսանատը արդեն կարծես սովորական առողջին աստիգերսանում, ես հավատար, որ այս տղաները այսպես ճանասիրաբար է շոքին մի քանի հատուցներ հակած, որ իրանց դեմքերը նույնիսկ ճանաչելի չլինի հանրության համար, սա նույնիսկ ինձ հուշում է, որ այս մարդիկ ևս ամոթի զգացողությունով են այստեղ գործողություն իրականացնում։ Ինչ վերաբերում է սրա քաղաքական կոնտեքստին, որտեղ այստեղ իրավական որևէ բան տեսնել, ուղղակի շատ ճանասիրության դեպքում ևս անհնար է, սա զուտ քաղաքական հանձնարարության պատճառություններն են այս մարդիկ։ Երեք ազգային ժողովի քաղաքական թիվ 1 ամբիոնից երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող քաղաքական հանձնարարական է տվել Քոչարյաններին ունեզրկելու։ Այսպես հորինված ֆիրմաներ հիմա կփորձեն կապել Քոչարյան ազգանվան հետ, արդեն նախագահն ու Սերժ Քոչարյանը գտնվում են այս բային քննչական հակակոռուպցիոն քննչական կոմիտեի։ Տեսեք, այս քաղաքական հետապնդումները մի վկայություն ունեն, որ այն մարդը, որ ասում էր, ես պատրաստ եմ այդ նույն դատով դատվելու, ես հույս ունեմ, որ ինքը այո դատվելու, բայց ոչ այս դատով։ Ինքը դատվելու է նորմալ իրավական պետության, իրավական հետևանքներ ունեցող բուն իրավական պրոցեսներով առանց քաղաքական հանձնարարականից, որտեղ այս գործողությունները ոչ միայն Քոչարյանների նկատմամբ են, այլ պետության հիմքերի, հիմնասյուների նկատմամբ գործընթացություն, որտեղ հայտարարված իրավական պետությունում չեն կարող նման գործընթացներ տեղի ունենալ։ Ինչու է հետապնդում իրականացնում։ Տեսեք, երբ որ ստանալու ես իշխանություն ու քաղաքական բովանդակություն չունես ժողովրդին տալու, քո խոստումները իրականացնելու ու քողարկելու համար բոլոր են դավաճանական սկզբունքները, որոնք որդեգրել են ի սկզբանե եւ մինչեւ ընտրությունները եւ ընտրություններից հետո պետք է իրականացնեն, ժողովրդի աչքերին այսպիսով թոզուկ չելու միջոց է, որպեսզի հասարակությանը շեղեն իրական լուրջ խնդիրներ։ Որն է այդ լուրջ խնդիրը, օրինակ Տիգրան Ալիևյանի համանadrության ինքներդ պարքաստոն նշեցիք, ես դրան հաֆելացնելու ոչինչ չունեմ։ Բայց ոչ միայն երեք քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում էր, մեջբերեն պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, դատվելու եք, նստելու եք, եւ դատելով հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից բարձ է, որ այս ողջ գործընթացը մի գիշերում տեղի չի ունեցել, այսինքն այս իրավական գործընթացները ավելի վաղ են սկսվել։ Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վրա հաղորդը։ Տեսեք, քանի որ դուք նշում եք քարոզարշավի ընթացքում հնչել էին, քարոզարշավի ընթացքում էլ էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ երեք փաստացի ասած, որ այն process-ը, որ մեկնարկել է քարոզարշավի ընթացքում, հիմա ժամանակն է գործելու կոնկրետ գործիքակազմում։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում ինչեր է ասել, քարոզարշավի հիմնական մեխը եղել է ժողովրդին ահաբեկելը պատերազմով։ Իսկ մի քաղաքական ուժ, որի իր գոյության ընթացքում 3 պատերազմ է բերել, 3 էսկալացիա է բերել, կորցրել է Արցախը, չի կարող ուղղակի պատերազմում մեղադրել մի մարդու, ով 10 տարիների ընթացքում ընդհանրապես խաղաղություն ու տնտեսական աճ է ապահովում։ Բայց ինքը այդպես ժողովրդի կանոնացած ժողովուրդն է ինձանից կանաչում դատել այս։ Եվ ինձ մանդատ է տվել դրա։ Տեսեք, Փառք Աստծո, ես նրա որևէ բան մեկնաբանելու ոչ ցանկությունը եւ ոչ էլ դրա իրավական այսպես գործիքակազմը չունեմ, որ մեկնաբանը մի մարդու խոսքերով անընդհատ ստում է։ Հիմա այդ մարդը այնպես բաներ ասելու չի արել, հիմա որ ասում ժողովուրդը ինձանից պահանջում, այդ պահանջը ինչ-որ պետք է ձևակերպված լինի, չէ՞։ Եթե ինքը այդ պահանջի այսպես հաստատումը դիտարկում է ընտրությունների արդյունքները, ապա այդ ընտրությունները խիստ կասկածելի արդյունքներ ունեն։ Մենք ընտրությունների արդյունքները եւս մեր համար վիճարկելի է ու այն ձայները, որոնք իրանք հրապարակել են դեռևս արդյունքները չհրապարակված, գիշերը ժամը 2-ի երբ ընդամենը հաշվարկ էր տեղի ունենում, երբ գողացել են մի ամբողջ ֆրակցիայի ձայներ, այդ ընտրությունները լեգիտիմ չեն եւ դրանով իսկ հայտարարած վստահության քվեն նա չունի եւ այսպիսով փորձում է այսպես ուժ թելադրելով պահել այն ինչ որ գողացել է ժողովրդի այս ընտրությունների արդյունքում։